Բարև ձեզ, Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն է, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ։ Հայաստանում դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Միևնույն ժամանակ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումը երբեմն դիտարկվում է ոչ որպես իրավական գործիք, երբեմն նաև որպես ճնշման միջոց։ Այդ պիսով որքան են անկախ Հայաստանում դատավորները, միաժամանակ որքան են նաև վստահելի։ Այս հարցը այսօր մեր տաղավարում քննարկելու ենք իրավունքներ առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Հարությունյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Դուք եւ ձեր կազմակերպությունը մշտապես դիտարկում եք դատավորների եւ դատական համակարգի գործունեությունը, միաժամանակ նաեւ պետական կառույցների վարած քաղաքականությունը դատական համակարգի նկատմամբ։ Դուք պատրաստել եք նաեւ կարգապահական վարույթներ, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների վերաբերյալ զեկույց։ Եվ ձեր այս տարիներ շարունակ կատարած մշտադիտարկումների արդյունքում ինչ եզրակացություն ունեք հատկապես հեղափոխությունից հետո։ Հայաստանի դատական համակարգը ի վերջո անկախ է թե ոչ։ Շնորհակալ եմ նախ հրավերի եւ կրկին անգամ այս կարևոր թեմային անդրադառնալու համար, որովհետեւ իսկապես դատական իշխանությունը եւ դատական իշխանության անկախությունը այն կարևորագույն հարցն է, որով պայմանավորվում է առհասարակ երկրում իրավունքի գերակայության եւ արդեն նաեւ ժողովրդավարական process-ների կայունացումը եւ զարգացումը։ Ցավոք սրտի մեր կողմից կատարվող աշխատանքները ներառյալ նաեւ ձեր մատնանշած մշտադիտարկումները եւ դրա արդյունքում կազմող զեկույցները, վերհանումները թույլ են տալիս պնդել, որ այս առումով մենք դեռ ունենք լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ, չնայած այն հանգամանքին, որ փաստացի ինչ որ process-ներ կան գործընթացներ, հա, բարեփոխումներ, որոնք սակայն հողի վրա կարծես թե շոշափելի արդյունքներ չեն տալիս։ Եվ այստեղ պիտի նշեմ նաև, որ սա ոչ միայն տեղական կառույցների վերհանումն է, այլ արձանագրվում է նաև միջազգային կառույցների կողմից, օրինակ Freedom House միջազգային կազմակերպության այս տարվա զեկույցը, որը ամփոփում է նախորդ տարվա տվյալները, փաստացի արձանագրում է, որ դատարանները Հայաստանում գտնվում են համակարգային քաղաքական ազդեցության տակ։ Սա արդեն բավականին խոսուն է, որ քաղաքական այդ ազդեցությունը ճնշվածությունը կա, իսկ դատական մարմինի գործունեությունը խարխլվում է կոռուպցիայի պատճառով։ Կարող ենք հետևություն կատարել, որ անկախության հետ կապված դեռևս շատ լուրջ խնդիրներ եւ մարտահրավերներ կան, եւ ես սրանք ավելացնեմ նաեւ նախորդ տարի տեղի ունեցած մի շատ կարեւոր հանգամանք, խոսքը վերաբերվում է դատական իշխանության կենտրոնական մարմնի, այն է բարձրագույն դատական խորհրդի նախագահի մեկ SMS-ով պաշտոնից հեռացման, այո, հրաժարականի մասին, ինչ խոսում է փաստացի նրա մասին, որ դատական իշխանությունը որպես այդպիսին այնքան անկախ չէ եւ մասնավորապես գործադիրից այնքան անկախ չէ, որպեսզի կարողանա բնականon գործունեություն ապահովել, ընդ որում մենք խոսում ենք ԲԴԽ մասին, պատկերացնենք թե ինչ պրակտիկայում վիճակ է արդեն դատարանների եւ առանձին դատավորների, հա, մասով։ Տվաբար կարող ենք ասել, որ 2018 թվականից հետո այս առնչությամբ ձեռնարկված քայլերը ցավոք սրտի ունակ չեն եղել բերեն այնպիսի մի վիճակի, որ դատավորները իսկապես իրենց անկախ զգան, չնայած արդեն 18 թվականից հետո արդեն երկրորդ անգամ դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությունը ծրագիրը եւ դրանից բխող գործողությունները կան գործում են, որոնց մեջ առանձին նպատակ որպես նաեւ նախատեսված է շարունակական բարելավումը դատական իշխանության անկախության ամրապնդումը եւ բնականաբար դա ենթադրում է նաեւ որոշակի գործողություններ այդ կոմպոնենտի ներքո կատարվում են գործընթացներ, ասել թե չի կատարվում, օբյեկտիվ չի լինի, հա, բայց փաստացի մի իրավիճակի մեջ ենք մենք հայտնվել, որ սիստեմիկ որպես այդպիսին համակարգը չի բարեփոխվում, դատական իշխանության ներսում բարքերը չեն վերացվում, նախկին բարքերը, ավելին տեղի է ունենում վերարտադրում, հա, այնինչ կար, եւ ցավոք սրտի դրա արդյունքը այն է, որ քաղաքացիների մոտ դեռևս կա վստահության ցածր մակարդակ դատական իշխանության անկախության վերաբերյալ եւ համակարգի ներսում ինքնին դատավորների մոտ այդ լիարժեք անկախության վիճակը ապահոված չէ դեռևս։ Ձեր այս խոսքից առաջացան մի քանի հարցեր, Տիկին Հարությունյան, օրինակ, ասում եք ցավոք սրտի արդյունք չեն տվել, իհարկե քայլեր արվել են, բայց արդյունք չեն տվել,
դրանք համակարգային չեն եղել, ինչն է խնդիրը, չեն կարողացել անել, չեն ցանկացել անել, կարողություններ չկան դրա համար, թե դա իսկապես դանդաղ է արվում, ինչպես ասում են, ոչ վիրահատական, այլ էվոլյուցիոն ճանապարհով է արվում, որն է խնդիրը, ինչ պետք է անեին, ցանկացան չարեցին, չցանկացան անել, որ դատական համակարգը, ինչպես դուք ասում եք, որոշակի վատ բարգ է, շարունակում է նաև վերարտադրվել։ Շատ կարևոր հարց եք հիմա բարձրացնում, ինչը մեկ միանշանակ պատասխան չունի, որովհետև պատճառները տարբեր են։ Նախ սկսենք նրանից, որ 2017 թվականից անմիջապես հետո, երբ որ խոստացվում էր եւ սեղանին դրված էր շատ մեծ խոստում դատական ոլորտի բարեփոխումների մասով որպես օրակարգային կարևորագույն հարց, դա փաստացի կյանքի չկոչվեց, ինչու, նաև ձեր հարցի պատասխանը որպես այդպեսին, որովհետև համակարգային վեթինգ որպես այդպեսին չնախաձեռնվեց։ Չնախաձեռնվեց, դա էլ իր բացատրությունները ունի, ես կարող եմ արդեն պնդել, որ մի քանի հիմնական պատճառներ կային, մի կողմից իսկապես լիարժեք այդ քաղաքական կամքը տեղում չէր, որպեսզի ամբողջությամբ համակարգը մաքրվեր, հա։ Եկեք հետհայացք գցենք եւ տեսնենք ինչ ներսում համակարգի ինչպիսի կադրեր են ենթարկվել առաջ խաղացման, հա, ինչպիսի նոր կադրեր են նշանակվել, որոնք եթե այդ քաղաքական կամքը լիներ համակարգը մաքրելու, առողջացնելու, նման կադրային քաղաքականություն չէր վարվի։ Երևան քաղաքի նախագահի մասին է խոսքը, քրեական դատարանի, հա, որի մասը պարոն Մնացական Մարտիրոսյանի մասով ամենայն հարգանքով, բայց եթե հանրության մոտ կան կասկածներ, դժգոհություն, քաղաքասարակությունը պարբերաբար հանդես է գալիս որոշակի կոչերով, հայտարարություններով, դա նշանակում է, որ իսկապես կան խնդիրներ։ Չեմ խոսում նրա մասին, որ բացի այն բողոքները, որ կան, որ 5 կադրեր ովքեր բարևարք չեն, խնդրահարույց են, կարճ ժամանակում իշխանությունները կարողացան այնպես անել, որ համակարգ նոր գործող կադրերը ինքնին արդեն ունենան բարևարկության հետ կապված խնդիրներ եւ նույնիսկ բացասական եզրակացություններով կադրերը մուտք գործեն համակարգ։ Սա նույնպես ոչ թե իմ սուբյեկտիվ եզրահանգումն է, զուտ բողոք է կամ դժգոհություն, սա փաստերի հիման վրա արվող հայտարարություն է առայն, որ այսինքն եղել են տեխնացուներ, որոնց նկատմամբ պատկան մարմինները տվել են բացասական եզրակացություն, բայց այն նրանք նշանակվել են ակակոռուպցիոն դատարանի ձևավորման պարագայում ենք սա արձանագրել, նաև համակարգի ներսում հարաճ խաղացումների պարագայում, հա, երբ որ շանսինք ավելի բարձր ացիան են գնում եւ գիտեք այստեղ սոսկ միայն այն հարցը չէ, հա, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տորվից կողմից տրված է եղել դրական թե բացասական, ընդ որում որպեսի հարցերն էլ պատասխան ստանան, այս տվյալները ոչ թե կառույցը կամ ինչ որ կազմակերպություն այլ ճանապարհով ստանում, շատ հեշտ է հասկանալ տվյալ ժամանակահատվածում քանի դրական, քանի բացասական եզրակացություն է տրվում, Բարձրագույն դատական խորհրդի կողմից հայտարարվող տեղերի քանակը ընդունվողները, հացուցակումներ գրավվածներ եւ համամասնության մեջ այդ համեմատությունը կատարելով պատկերը վեր է ցույց է տալիս, որ իսկապես եղել են դեպքեր։ Շատ հետաքրքիր է, որ Բարձրագույն դատական խորհրդի հետ քննարկումների ժամանակ կամ այլ իրավասու անձանց հետ քննարկումների ժամանակ շատ հաճախ նշում են, որ այդ թիվը մեծ չէ։ Բայց այստեղ պետք է կրկին անգամ նշել, որ նույնիսկ եթե մենք ունենք համակարգում 1-2 դեպք, երբ որ անդը բացասական եզրակացությամբ է նշանակվել, հատկապես երբ որ խոսում ենք հակակոռուպցիոն դատարանի մասին, հա, սա խոսում է նրա մասին, որ մարմնի ձևավորումը, նոր ինստիտուտի ձևավորումը, որը պետք է միտված լիներ կոռուպցիայի դեմ պայքարին, արդեն իսկ խնդրահարույց ճանապարհով է ընթացել, արդեն իսկ կոռուպցիոն դրսևորումներով է ընթացել։ Մեկ օրինակ էլ բերեմ, հա, ինչպես կարող է հանրությունը վստահել այդ process-ներին եւ խոսել, որ համակարգը անկախ է, եթե իշխող խմբակցության падգամավորը վայր է դնում իր падգամավորական մանդատը եւ դառնում է բարձր ատյանի, հա, դատավոր։ Հաջորդ օրը արդեն ինքը դատավոր է։ Սրանք process-ներ են, որ օբյեկտիվորեն տանում են նրան, որ մի կողմից կա հանրության մոտ բավականին ցածր վստահություն, թույլ են տալիս պնդել, որ այդ process-ները լիարժեք չեն, հա, վստահություն չեն ներշնչում եւ բնականաբար նոր ձևավորվող ինստիտուտներն էլ բնականաբար չեն ծառայելու իրենց արժեվ դրված նպատակներին կամ առնվազն ստեղծվելու այդ օբյեկտիվ տպավորությունը, որ անաչառ չեն գործելու։ Ես իհարկե շատ կուզեմ այն ամենը ինչ որ ասում եմ սուտ լինի եւ մենք տեսնենք իսկապես արդար process-ներ, բայց ցավոք սրտի մենք բարբերաբար ականատես ենք լինում որոշակի դրսևորումների, որ իսկապես արդարադատությունը
ոչ միայն ուշացած է լինում շատ հաճախ, այլ նաև ընտրովի է իրականացվում։ Օրինակ մեկ դեպք էլ բերեմ, նախորդ տարի շատ քննարկվեց Սամվել Վարդանյանի գործը, ավտոբուսի միջադեպը, երբ որ միջադեպ էր տեղի ունեցել կրկին իշխող խմբակցության պատգամավորներից մեկի հետ, անունը չեմ հիշի եւ պետք էլ չի ինձ թվում է, եւ այդ նույն օրը կամ հաջորդ օրը, եթե չեմ սխալվում, անձը, ով մեղադրվում էր խուլիգանության մեջ, վատ վերաբերմունքի ենթարկվեց ոստիկանների կողմից համապատասխան հաստատություն տեղափոխվելու ճանապարհին, երբ որ փաստացի նրան մենակ են թողել եւ եկել են քաղաքացիական հագուստով անձին, ուղեկցել են այլտեղ եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունք, այո, բռնություն է տեղի ունեցել, ընդ որում բավականին նվաստացնող վերաբերմունք։ Պատգամավորը այլևս իշխող խմբակցության անդամ չի, դուրս է եկել խմբակցությունից։ Դա այո, փաստ է, բայց այս միջադեպի հետ այո, էական նշանակություն կարծես թե չունի։ Ինչու եմ ես այս օրինակը բերում։ Տեսեք, 1 տարի է անցել։ Անձը Սամվել Վարդանյանը իր կատարած այդ խուլիգանական արարքի համար ինչպես որակվել էր, արդեն մեղադրանքը կա, բայց իր նկատմամբ փաստացի ապացույցներով արված հայտարարությունը, այդ ապացույցները կա բոլորին հասանելի է, գործը դեռևս քննվում է եւ նույնիսկ ուշացումներ են տեղի ունենում։ Հիմա նման սիստեմ արդարադատության, անկախության մասին մենք ինչպիսի եզրահանգումներ կարող ենք անել, վեր կանգնելով սուբյեկտիվ գնահատականներից, խոսք սեղանին դնելով այդ նման փաստական հանգամանքներ, եւ սա նման դեպքեր բազմաթիվ են ցավոք։ Բայց ինչու այդպես ըստ ձեզ որպես փորձագետ եւ որպես մասնագետ, բոլորս էլ երբեմն էս ոլորտին անդրադառնալուց միանգամից հիշում ենք Նիկոլ Փաշինյանին հայտնի հայտարարությունը վետինգի վերաբերյալ, հայտնի որոշումից հետո, որ վերջ այսուհետ պետք է արդար լինի մեր դատական համակարգը, վետինգ իրականացվի իրավապահ համակարգում, այդ թվում նաև դատական համակարգում եւ գնաց այսունով։ Դրանից հետո փոխվեցին նախարարներ, մի քանի նախարար, շատ արդարադատության նախարարները բավականին կարճ են պաշտոնավարում այո։ Ես խոսքի սկզբում նշեցի քաղաքական կամքի մասին, հա, պատճառներից մեկը։ Հայտարարությունից թվում էր, որ ահա կամքը այլևս առկա է։ Եթե էլի հետ գնանք, որովհետև հիմա մենք հասել ենք մի կետի, որտեղ ես անլուրջ եմ համարում այլևս վեթինգի եւ համակարգային բարեփոխումների մասին խոսել, որտեղ այս իշխանությունը ցույց է տվել, որ դա չի ուզում եւ չի էլ կարող իրականացնել եւ այս չի էլ կարողն էլ ունի իր բացատրությունը այստեղ օբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կան, որ նաև փորձ ցույց է տալիս, որ նույնիսկ բոլոր այն դեպքերում, երբ որ շատ փոքր նույնիսկ ինչ-որ փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք պիտի միտված լինեին process-ն արդյունավետ դարձնելու, ձախողվել են։ Այստեղ տրամաբանորեն արդեն պատասխան է տրվում մյուս հարցին, առայն որ իրականում նաև շատ լուրջ կարողությունների խնդիր է եղել, բայց դա նույնպես իշխանությունների կողմից վարվող քաղաքականության արդյունքն է։ Այլ հանգամանքներ նույնպես կան, օրինակ, տեսեք, դուք իրավացիորեն նշում եք արդարադատության նախարարների փոփոխության մասին, դա այլ կերպ նշանակում է ինստիտուցիոնալ անկայունություն։ Երբ որ process-ները նախաձեռնվում են եւ 1-2 տարի հետո նույն օրինակ ռազմավարությունների մասով մի նախարարի կողմից մշակվում է իր թիմով, իրենց մոտեցումներով, դա կիսատ է մնում, մեկ այլ նախարար է գալիս, փոխում է իր թիմը, այլ մոտեցումներ է որդեգրում եւ այդ process-ները կարծես շարունակաբար ինչ որ կացնահարման առարկա են դառնում։ Stop, նորից հետո սկսվում է եւ վերջն արդյունք որպես այդպեսին չկա, օրինակ 2022-26 թվականների ռազմավարությունը հիմա ընթացքի մեջ է։ Այդ ռազմավարության իրականացման համար օրինակ ձևավորվել էր նաև դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարության կատարման մշտադիտարկման խորհուրդ։ Մեր կառույցը գործընկեր այլ կառույց նույնպես անդամ եղել է։ Ես պիտի արձանագրեմ, որ արդեն շուրջ 2 տարի է նույնիսկ այդ խորհրդին իսկ տեղի չի ունեցել, որպեսզի պրակտիկայում մենք քննարկումների իրավասու պաշտոնատար անձանց պատասխանատուների հետ դեմ արդեմ քննարկման արդյունքում հասկանանք ինչ է տեղի ունեցել։ Այստեղ օբյեկտիվ պատճառներ էլ կարող են լինել, օրինակ առայն որ նոր նախարարը նոր է նշանակվել, հինը մինչև իր գնալը արդեն կատարել էր 1 նիստ, 2 նիստ, տարբեր պատճառներ կարող են լինել, բայց արդյոք քաղաքացուն եւ առհասարակ համակարգի առողջացման տեսանկյունից այս բոլոր բացատրությունները, ուշացումները, ձախողումները կարող են ընդունելի համարվել, միանշանակ ոչ եւ արդյունքը պիտի այն լինի, որ մենք անընդհատ ունենք կիսատ process-ներ եւ ձախողված բարեփոխումներ։ Միաժամանակ նաեւ ամեն անգամ երբ որ արդարադատության նախարարը փոխվում, իշխող ուժից երբեմն ակնարկներ, եթե ոչ ուղիղ հայտարարություններ, ամեն դեպքում կարծիքներ են սպրդում, որ
նրանք տորպեդահարում էին բարեփոխումները, նրանք իրավապահ համակարգում ինչ-որ սխալներ են թույլ տվել, նրանց պատճառով որոշակի իշխանությունների խոստացած, այսպես ասած, նախկին հանցագործներին պատասխանատվության ենթարկելու այդ գործընթացն է ուշացել, դրա համար ահա փոփոխության է ենթարկվում։ Ինձ համար դա շատ անլուրջ հայտարարություններ են, անկեղծ ասեմ, ես շատ կարճ կանրադառնամ, որովհետև այդ բոլոր կադրերին բերում է իշխող ուժը, իրենք են նշանակումները կատարում, նմանատիպ նշանակումներ մենք ազգային ժողովի կողմից, քաղաքական թիմի կողմից ունեցել ենք Վճռաբեկ սահմանադրական դատարանում դատավորի բարձր պաշտոններում եւ տևական ժամանակ հետո, երբ որ կարծես թե ինչ-որ process-ներ իրենց դուրս չի գալիս, այդ կադրերը այլևս իրենց թիմի անդամ չեն դառնում, ձախողումները մնում են բացառապես այդ անձանց վրա եւ քաղաքական թիմը երբևէ պատասխանատվություն որպես այդպեսին չի ստանձնում կամ չի ընդունում, որ իրենք ունեն եւ ունեցել են այդտեղ շատ կարեւոր դերակատարում։ Իսկ ձեր կարծիքով ամենաշատ դերակատարումը ձախողումներումն է եղել նախարարների, թե սա ես չեմ փորձի հիմա առանձնացնել, որովհետև իշխանությունը որպես այդպեսին հավաքական կերպար է իր տարբեր, թևերով իշխանության, գործադիր, օրենսդիր, դատական բոլորը միաժամանակ պիտի պատրաստ լինեն, բայց ամենակարևորը հենց վերնախավի քաղաքական իշխող այդ վերնախավի կողմից պիտի գար այդ մոտեցումը եւ ես սա միշտ կրկնում եմ, չի կարող երկրում ակնկալիք լինել, որ դատական համակարգը առողջանա կամ գործադիրում ինչ-որ X նախարար կարողանա առողջացնել X ոլորտը, եթե օրինակ օրենսդիր մարմնում մենք ունենք շատ անառողջ վարքեր։ Չենք կարող մենք ամբողջությամբ հույս դնել, թողնել օրինակ դատական իշխանության վրա, որ դատավորները իրենք իրենցով մեկուսի կարողանան առողջացնել process-ները, երբ որ օրենսդրի կողմից, այլ մարմինների կարևոր դերակատար ունեցող մարմինների կողմից շարունակ տեղի ունենում նախկին վարքերի ոչ միայն շարունակություն, այլ նաև վերարտադրություն եւ դա բնականաբար իր ազդեցությունն է թողնելու նաև դատական համակարգի վրա։ Ինքնուրույն չի կարող դատական համակարգը առողջանալ։ Եթե նույնիսկ ցանկանա եւ կամք դրսևորվեր, որ դատավորները իսկապես ստանձնում են, դա պիտի լիներ ընդհանուր, այսպես ասած, հոլիստիկ մոտեցում, որ ամբողջական երկիրը իր վրա վերցնում է իշխանության կողմից ստանձնելով այդ պատասխանատվությունը, վարել այնպիսի քաղաքականություն, որը կտաներ ողջ համակարգի առողջացման։ Օրենսդիր մարմինը պետք է օրինակ լիներ, այո, օրինակ լիներ։ Օրինակ կարող եք ինչ-որ օրինակ բերել օրենսդիր մարմնում, որը պրոյեկտվել է դատական համակարգի։ Օրինակները չենք կարող մենք օրինակ ակնկալել, որ ազգային ժողովը մշտապես ունենալով այդ բավարար ձայները իշխող ուժի կողմից բերի օրինակ անուններ չեմ ուզում հնչեցնել, բայց մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք դեպքեր, օրինակ նույն ԲԴԽ նախագահի իրավաբան գիտնական նշանակեցին մի անձի, ով դարձավ նախագահ, խոսքը պարոն Ջանգիրյանի մասին է, ումից հետո շատ վտանգավոր process-ներ սկսվեցին համակարգում։ Նման օրինակները շատ են, Սահմանադրական դատարանի դատավորներից սկսած, Վճռաբեկ դատարան, ովքեր ընտրվել են օրենսդիր մարմնի կողմից, այնպես որ թողնել միայն գործադիրի վրա, ասել նախարարը տապալեց, կարծում եմ ազնիվ մոտեցում չի։ Իսկ իհարկե դա չի բացառում այն process-ների թերի եւ անավարտ ոչ լիարժեք լինելը, որոնք իրականացվում են Արտադրության նախարարության կողմից, սրա նույնպես կանադառնամ, բայց մենք Հայաստանում մի իրավիճակի ենք բախվում, որ դուք ինչպես նշեցիք, շարունակ իշխող թիմը ինչ որ մի կետից նշում է, որ այս կադրը չի կարողացել իրականացնել, ժամանակն է փոխելու։ Տիկին Հարությունյան, դուք մեջբերեցիք Freedom House-ի արտահայտություններից մեկը, որ դատական համակարգը կրում է քաղաքական ազդեցություն, մոտավորապես միտքային։ Շարունակում է մնալ համակարգային ազդեցության ներկայ քաղաքական։ Այս դեպքում ինչ նկատի ուներ Freedom House-ը, նաև դուք օրինակ իշխանությունները դատական համակարգին մեղադրում են, որ նրանք գտնում են նախկին իշխանությունների ազդեցության ներքո եւ բերելով որոշակի դատական վճիռների կամ դատական գործընթացների օրինակներ եւ հակառակը ընդդիմությունն էլ մեղադրում է իշխանություններում, որ իշխանություններն են ազդում կամ մեկ զանգով դատական վճիռներ ստանում։ Այստեղ իրավիճակը շատ պարզ է, այլևս ասել նախկին դատավորներ, ինձ թվում է նախկին ռեժիմի դատավորները իրականության այլևս չի անպատասխանում, որովհետեւ ոչ թե նախկին ռեժիմի դատավորներ, այլ նախկին քաղաքական ազդեցությունը կա գործող բոլոր դատավորների, ոչ բոլոր, լավ, բոլոր հնարավորությունները կար եւ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մակարդակում, որպեսզի այդ նախկին ասվածը փոխվեր, ինչի չի իրականացվել, տեղի է ունեցել
նույնիսկ կնշում այդ բառը հովանավորչություն, որպեսզի այդ բարքերը շարունակվեն։ Սա մեկ արձանագրենք, սա փաստ է, որը բոլորս տեսնում ենք։ Երկրորդ նախորդ բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից նշվում էր շատ հպարտորեն, որ ունակ են եղել համակարգը համալրել նոր դատավորներ, ովքեր արդեն մեծամասնություն են կազմում։ Նա ասում էր 6-80% իրականություն։ Այո, ես հիմա ցիտում եմ այդ թիվը եւ նշում, որ փաստորեն կան նոր կադրեր։ Ասել թե այդ նախկինում նշանակվածներն են այդ վատ բարքերի կրողը, կոռուպցիայի շարունակողը, այլևս իմ կարծիքով ազնիվ չի, որովհետև փաստացի կա այս իշխանության ժամանակ եւ իշխանությունների կողմից նշանակված դատավորներ։ Անդրադառնանք նաև դատական կարգապահական վարույթներին, դատական համակարգում գոյություն ունեցող, դուք շատ եք ուշադիր այդ գործընթացի նկատմամբ, կարծիքներ են հնչում, հայտարարություններ են հնչում, որ այդ կարգապահական վարույթները շատ հաճախ բավարարվում են եւ հարց է բարձրացվում, թե արդյոք դա անկախ լինելու, թե հակառակը ճնշման գործիք է։ Այ խնդրում եմ դուք ձեր այդ մոնիտորինգը տվյալները ասեք եւ այդ արդյունքում ինչ եք հասկացել։ Ցավոք սրտի եւ մեր վերհանումների արդյունքում կարող ենք այդ պնդումը կատարել եւ այստեղ նույնպես ես պիտի հղում կատարեմ Freedom House-ի զեկույցին նույնպես, որը նշում է, որ 2024 թվականին արձանագրվել են դեպքեր, որ դատավորների լիազորությունները դադարեցվել են քաղաքապես զգայուն գործերով։ Հիմա բացենք, հա, դա ինչ է նշանակում նաև հիմք ընդունելով մեր մշտադիտարկումները, ընդ որում խոսքը վերաբերվում է ինչպես խորհրդում կատարված այդ նիստերի մշտադիտարկման, այնպես էլ հետագայում խորհրդի կողմից կայացված որոշումների մանրակրկիտ ուսումնասիրություն, այո, Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ որոշումների ուսումնասիրության վրա։ Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ դեռևս կա շատ լուրջ մտահոգություն այն մասին, թե առհասարակ ինչպես է տեղի ունենում կարգապահական վարույթների հարուցման ընթրանքը։ Կհիշեք, որ բավականին տևական ժամանակ քննարկումներ, քննադատություններ տեղի ունենում այն մասին, որ Արտադրության նախարարության կողմից հարուցվում են մեծաթիվ գործեր։ Այո, 3 մարմին են կարգապահական վարույթ հարուցելու, այո, իրավասություն ունի Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, օրենսգով նախատեսված սակավաթիվ հիմքերով եւ Արտադրության նախարարությունը լիազոր մարմինը։ Արդեն տևական ժամանակ է, մի քանի տարի պրակտիկայի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեծամասնություն է կազմում լիազոր մարմնի նախարարության կողմից հարուցվող վարույթների թիվը եւ այդ վարույթների արդյունքում էլ խիստ, առավելապես խիստ պատասխանատվության միջոցների ներառյալ լիազորությունների դադարեցման դեպքեր։ Ինչու է սա մտահոգիչ։ Տեսեք, այստեղ տարբեր կարծիքներ են եղել, այս հարցը մշտապես քննարկվել է, որ Գրեկոյի կողմից Եվրոպայի խորհրդի ներսում գործող առանձին կառույց նույնիսկ անդրադարձ պարբերաբար կատարվել է, որ խնդրահարույց է, որ գործադրի կողմից նման վարույթ հարուցվում է, բայց զուգահեռաբար մենք ունենք նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը առ այն, որ քանի դեռ Արտադրության նախարարությունը վերջնական որոշում կայացնող չէ եւ քանի դեռ տեղի է ունենում կամ պիտի տեղի ունենա Էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի բարելավում վերջնական այնպիսի կազմավորում, որը կտանի դրա անկախ գործունեությանը, այսինքն կորպորատիվ շահերից զատ, հա, անկախ գործունեությանը, Արտադրության նախարարության կողմից վարույթների հարուցումը խնդրահարույց չէ։ Հաշվի առնելով այս երկու պայմանները, հա, որ քանի դեռ Էթիկայի հանձնաժողովը չի բարելավել իր գործունեությունը եւ նախարարությունը վերջնական որոշում կայացնող չէ։ Մենք արդեն 2-3 տարվա կտրվածքով տեսնում ենք, որ չնայած օրենսդրությամբ նախաձեռնվեցին որոշակի փոփոխություններ, որ Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կազմը փոխվի եւ թույլ տան, որ նրանք ոչ դատավոր անդամներ էլ կազմում լինեն, որպեսզի որոշակի համամասնություն պահվի, հա, դեռևս դա կյանքի կոչված չէ։ Նախագիծը եղել է, քննարկվել է, կյանքի կոչված չէ։ Բայց այդ ընթացքում զուգահեռաբար Արտադրության նախարարության կողմից բազմաթիվ վարույթներ են հարուցվել, որոնք հանգեցրել են դատավորների լիազորությունների դադարեցմանը։ Ընդ որում այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, որ ժամանակից առաջ ընկնելով պիտի ասեմ, այդ գործերով դատավորները նույնիսկ զրկված են եղել բողոքարկման հնարավորությունից, որովհետև բողոքարկման մեխանիզմ որպես այդպեսին էլ վերջիններիս համար չկա, եւ այստեղ շատ օբյեկտիվ հարց է ծագում, թե ինչպես են օրինակ ընտրվում այն գործերը, որոնցով օրինակ
տակ բարձրացվում է դատավորի կողմից դատավարական ժամկետների խախտման հարցը։ Սա մեր զեկույցի մեր մշտադիտարկումների արդյունքում է վերհանված կարևոր հարցերից մեկն է, որովհետև օբյեկտիվորեն դատական համակարգում դատավորների ծանրաբեռնվածությունը լրջագույն համակարգային խնդիր է։ Յուրաքանչյուր երկրորդ դատավորի մոտ մենք կարող ենք այս խնդիրը տեսնել, փաստ է, չէ՞։ Եվ հարց է ծագում. Արդյոք վարույթ հարուցելու միջոցով, որը հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցմանը, ընդ որում այդ դատավորի վարույթում եղած հազարավոր գործերը պետք է վերաբաշխվեն այլ դատավորների եւ նորից սկսվեն, եւ ընտրողական մոտեցմամբ, հա, մենք թիրախավորում ենք X դատավորին հարուցում ենք, լիազորությունների դադարեցում է տեղի ունենում, բայց օբյեկտիվ իրականության մեջ այդ խնդիրները չեն լուծվում։ Ժամկետների խնդիրը ձեր կարծիքով նա է, որ մեր դատավորների քանակը քիչ է, այստեղ տարբեր հարցեր կարող են լինել, այստեղ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կարող են լինել, սուբյեկտիվն սկսած նաեւ նրանից, որ առանձին դատավորները շատ պատասխանատու եւ պարտաճանաչ ձևով էլ անում են, օբյեկտիվ այն է, որ իսկապես գործերի քանակը շատ է։ Սա այլ թեմա է, սրան հիմա չեմ էլ ուզի անդրադառնանք, որովհետեւ սա քննարկման լրիվ այլ երկար թեմա է, բայց այստեղ հարցը այն է, որ եթե իսկապես դատավարական ժամկետների խախտման հիմքով վարույթներ են հարուցվում, արտադատության նախարարությունը հիմա դրան է կանադառնամ, արտադատության նախարարությունը ինչպես է ընտրում, որ 10 դատավորից օրինակ 2-ի նկատմամբ պիտի վարույթը հարուցեն, 8-ի նկատմամբ չէ։ Այստեղ այլ խնդիր է կա, մենք չենք էլ տեսնում ինչպես է այդ հարուցումները տեղի ունենում, որովհետև վարույթի հարուցման փուլը հրապարակային չէ, եւ մենք արդեն բարբերաբար տևական ժամանակ առաջարկում ենք նաեւ ներկայացնում ոլորտը կարգավորող մարդկանց, որ գոնե այդ process-ները հրապարակային դարձնեն, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ եթե իսկապես արդարադատության նախարարությունը օրինակ ստուգել է 80 պայմանական դատավորի եւ գտել է, որ հենց այդ գործը քննած դատավորի նկատմամբ պետք է վարույթ հարուցվեր, հիմնավորումները տեսնենք, հասկանանք, բայց քանի դեռ մի կողմից չկան բաց տվյալներ, որ օրինակ ուսումնասիրել են բոլոր դատավորները կամ պայմանական X թվով դատավորներ եւ օբյեկտիվ հիմնավորումներով ընտրվել են այս թվում դատավորները, այստեղ հակառակն է մնում, ենթադրել հատկապես նաև հաշվի առնելով այդ դատավորների վարույթներում գտնված քննված գործեր կամ այդ դատավորների կապեր, հարումներ տարբեր եւ արդեն օբյեկտիվ եզրահանգման են գալիս, որ շատ հաճախ կարգապահական պատասխանատվության միջոցները օգտագործվում են որպես զսպման միջոց, ազդելու միջոց, օրինակներից մեկն էլ ձեր կողմից մատնանշված դեպքն էր, որը իսկապես խնդրահարույց գործ էր իր հարուցման փուլից սկսած Աննա Դանիբեկյանի գործը, որովհետև կարգապահական վարույթի հիմքում դրվեց դատական դեպարտամենտի կողմից նկարահանված մի տեսահոլովակ, որը ինքնին կասկածի տակ էր դնում այդ գործով դատավորի անմեղացության կանխավարկածը, իր մեջ արդեն ուներ որոշակի որակումներ, եւ ես դրանից չեմ էլ շարունակի այլևս ճիշտ էր որոշումը, ճիշտ չէ, որովհետեւ հարուցումը արդեն ինքնին խնդրահարույց էր։ Այնչափ խոսում նրա մասին, որ դատավորը զրկված է եղել ընդհանրակարգային լրջագույն իրավունքներից եւ հնարավորություններից։ Նկատի ունեք դա մասնակցել այդ այո, վերաբացման հիշում եք, ասացին զանգել ենք, չի պատասխանում։ Այո, բայց երբ որ մենք խոսում ենք դատավորի լիազորությունների դադարեցման գործի մասին, process-ում դատավորին զրկել նման հնարավորությունից, որը օբյեկտիվորեն կարող էր եւ փաստացի էլ հանգեցրեց լիազորությունների դադարեցման, նման ընդհանրակարգային իրավունքներից զրկելը, երաշխիքներից զրկելը լուրջ խնդիր է։ Եվ այստեղ մի կարևոր բան եմ ուզում նշեմ, որ մեր այս վերհանված խնդիրները, որոնք մենք տեսեք ընթացքում ենք բարբերաբար անում ենք, մեր առաջարկությունները ներկայացրել ենք եւ ներկայացնում ենք, հանդես են եկել բազմաթիվ անգամ բոլոր եզրահանգումներով, հա, առաջարկություններով, դրանք չեն հասնում իրավասու մարմիններին, բայց տեսեք, այս իմ նշած գործերով նախորդ տարիներին էլ արձանագրված դեպքերով մենք արդեն ունենք ոչ միայն միետ որոշում, այլ սահմանադրական դատարանի նաև որոշումներ, որոնք վեր են հանում լրջագույն հարցեր եւ ցույց են տալիս, որ փաստացի այդ process-ները իրենցում պարունակել են վտանգավոր որոշակի էլեմենտներ եւ խախտումներ, որոնք լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում ոչ միայն այդ անհատապես դատավորներին, այլ համակարգը ընդհանուր վերցրած։ Տեսեք, նույն վերադառնալով չանձնավորելով պարզապես Աննա Դանիբեկյանի այդ գործին,
Իսկապես նաև կարծիք կա ոչ միայն այդ գործով, որ դատավորները միտումնավոր կերպով, միգուցե նաև չի բացառվում նաև որ գործարքի մեջ մտնելով իրենց դատավարական ընթացքի մասնակիցների հետ միտումնավոր երկարաձգում են դատը, նույն կերպ նաև Աննա Դանիբեկյանը վաղեմության այո ժամկետի այդ լրանալուն պես այդ գործը արդեն փակվում է եւ ինչու չեք կարծում որ նման դեպքերում իշխանությունները միգուցե հաշվի առնում նաև հանրային հնչեղություն ներկայացնող գործերը, չէ որ Աննա Դանիբեկյանը քննում է Ռոբերտ Քոչարյանի նախկին նախագահի, որը բավականին կարևոր գործ էր եւ երեք օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ երբ ես արդեն վախենում եմ գնալ մարզեր եւ մարդկանց հետ հանդիպել, որտեղ նրանք ասում են ինչու ձեր խոստումը չեք կատարում եւ մինչեւ հիմա պատժված չեն, ինչ անում Ռոբերտ Քոչարյանը եւ մինչեւ հիմա պատժված չէ։ Սա պարզապես մի օրինակ էր, էլի, որպես հանրային հնչեղություն ներկայացվող գործ առաջնային ուշադրությունը դարձնում են դրանց վրա, այդ գործը իսկապես հանրային հնչեղություն է։ Տեսեք, սա այնքան հարցադրումը եւ նաեւ ձեր հարցադրման մեջ հիշատակված այդ հայտարարությունը ինձ համար շատ խնդրահարույց է, այնքանով որ կրկին մենք դատավորների վրա ենք թողնում պատասխանատվությունը այն դեպքում, երբ որ համակարգային այդ process-ները չեն կատարվել, իշխանությունը ժամանակին եւ պատշաճ միջոցներով համակարգը բարելավելու եւ օրենսդրական եւ պրակտիկայում, ունակ չի եղել, այսօր կրկին իր վրայից պատասխանատվությունը գցելով թիրախավորում է դատավորներին։ Որևէ փաստ չկա այն մասին, որ Աննա Դանիբեկյանը ձգձգել էր կամ ձգձգում է կամ գործերը չանջատել է, չառանձնացնել է, եւ դա չի նշանակում առհասարակ, որ դրա պատասխանը պետք է ինչ-որ վավերագրական ֆիլմներ նմանվող տեսանյութ հրապարակվեր, ընդ որում մի կառույցի կողմից, որը նման իրավասություն չունի, դեպարտամենտը, այո, այստեղ շատ լուրջ հարցեր են ծագում, բայց ամբողջությամբ վերցված այլ մանրամասների մեջ չմտնելով պետք է ես կրկին նույն հայտարարությունը անեմ, որ իշխանությունը ունակ չլինելով, չկարողանալով կամ չստանձնելով այդ քաղաքական կամքը ժամանակին ճիշտ եւ ընդունելի միջոցներով եւ մեթոդներով կատարել եւ օրենսդրական եւ պրակտիկայի փոփոխություններ, կրկին եւ կրկին գալիս է այն կետին, որ մեղավոր են բոլորը, բայց իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում։ Օրինակ ձեր վերջին ուսումնասիրությունը ինչ է ցույց տալիս, որքան ունեք բնականաբար թվեր, որքան կարգապահական վարույթներ են հարուցվել, որքան արդարադատության նախարարության կողմից հարուցվողը ու եթե շատ է արդարադատության իսկապես շատերի կողմից հարուցվողները, ինչ է դա նշանակում։ Եվ 22 եւ 23 եւ 24 թվականի պարագայում ընդ որում մեր այս ամփոփումը 23-ի կեսից 24-ի մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածի արդյունքներն են 12 վարույթի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ 9 գործով դատավորներ են։ Այսինքն մի տարում 12 վարույթ է եղել։ Մեր ուսումնասիրած, այո, դրանից հետո նույնպես շարունակվել են, բայց այստեղ էականն է, որ միանշանակ այդ մի տարվա ընթացքում 12-ն են եղել։ Դա շատ է թե քիչ։ Չէ, սպասեք, ես նշում եմ 23-ի կեսից, այստեղ շատի առումով վիճակագրությունը ցույց է տալիս, որ իմ նշած այդ եթե հետ է գնանք, ցավոք սրտի 21, 22, 23, 24 թվականի պարագայում գերակշիռ մասը գործերի 90% ընդհանրապես կարող եմ ասել հարուցվում է արդարադատության նախարարության կողմից։ Այստեղ եթե նույնիսկ գործերի թիվ, հետագա պատասխանատվության միջոցի ընտրված միջոցին էլ դեռ չանդրադառնանք, թվերը ինքնին խոսուն են, հա, ինչպես է, որ նախարարությունն է այդ վարույթները մշտապես հարուցում եւ օրինակ նախորդ տարվա դրանից առաջ դուք կհիշեք երկու եւս խնդրահարույց գործ կար, որ դատավորների հրապարակային խոսքի արտահայտումը Դավիթ Հարությունյանը հանգեցրեց կարգապահական պատասխանատվության, լիազորությունների դադարեցման, մենք այդ գործով էլ ունենք արդեն Սահմանադրական դատարանի որոշում կարևոր արձանագրումներով եւ ես չեմ վարանի ասել հրապարակային տվյալները, որ շուտով կլինեն նաեւ որոշակի գործերով նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ։ Այստեղ մի կարևոր բան էլ կա, ես մոռացա նշեմ, տեղայք եք երևի, որ օրենսդրի կողմից եւ արդեն գործադրի իրավակիրառ պրակտիկայում էլ
կյանքի կոչվեց միետ խախտումների հիմքով հարուցվող կարգապահական վարույթների ինստիտուտը, որը նշանակում է, որ բոլոր այն դատավորները, ովքեր ինչ-որ ժամանակ կոնվենցիայի խախտում են թույլ տվել, որը արձանագրվել է Մարդու իրավունքների դատարանի կողմից, կարող են հետ գնալ ուսումնասիրել եւ դրա հիման վրա վարույթներ հարուցել։ Այստեղ նույնպես մեր ուսումնասիրությունները խնդիր են բացահայտել կամ այսպես ասեմ, օբյեկտիվ հարցադրումներ, թե ինչպես է լինում, որ մի խումբ գործերով, որը հարուցվում է միետ այդ խախտման հիմքով, դատավորների լիազորությունները դադարեցվում են, մեկ այլ գործով, որում պիտի նշեմ դրա մասին, փաստական տվյալները կան, որում նաև դատավոր անդամ է ներգրավված, ավելի մեղմ խորհրդի դատավոր անդամ է ներգրավված այդ որ դուք անունները նշեք, անունները զեկույցում արդեն դուք կգտնեք, տեսեք, այդ պրակտիկան միասնական փաստացի խեղված է, մի դեպքում այդ միետ խախտումների հիմքով հարուցվող գործերում դատավորների լիազորությունը դադարեցվում են, մյուս դեպքում օրինակ ավելի մեղ պատասխանատվության միջոց է, ընդ որում խախտումները իրենց բնույթով նման են, process-ը նման է, տարբեր բացատրություններ ենք մենք լսում խորհրդի կողմից, օրինակ այնտեղ մեկ հոդված ավել էր, մեկ հոդված պակաս էր, բայց այստեղ կարևորը ամբողջական կոնցեպտն է, եթե մենք հիմքում դրել ենք այն, որ միետ խախտումն է կարևոր արձանագրումը, բայց պրակտիկայում տեսնում ենք, որ շեղվում է, պրակտիկան, տարբեր մոտեցում է դրսևորվում, ընդ որում անհասկանալի է նաև Արտադրության նախարարությունը ինչպիսի ուսումնասիրությունների արդյունքում է այդ գործերը վերհանում, արդյունքում գալիս ենք էլի այն ողջամիտ եզրահանգմանը, որ հարուցվող կարգապահական վարույթները խնդրահարույց են եւ ունակ են ստեղծել մի վիճակի, որ դատավորները իրենց կաշկանդված զգան։ Այնուամենայնիվ խնդրում եմ ձեր գնահատականը տվեք, եթե կարելի է սահմանման կարգով այսպես ասած, որ գերակշիռ մասը կարգապահական վարույթների նախարարության կողմից է ներկայացվում։ Որակումը դա ինչ է նշանակում, եթե Իմ ամբողջ այս նշածը փաստացի դրա մասին էր, որ շատ հաճախ գործադրի կողմից փաստացի օրենսդրական հնարավորությունները, մեխանիզմները, որոնք որ կան, օգտագործվում են դատական տարբեր process-ներում, տարբեր գործերը քննող դատավորներին, որոշակի ճնշման, լրացուցիչ, ազդեցության տակ պահելու համար։ Կհիշեք, նախորդ տարի եւս մեկ հայտնի գործ կար, մեղադրյալներից մեկին, Դավիթ Տոնոյանի գործով դատավորը, որ թույլ էր տվել դատարանից մեկուսարան գնալու ճանապարհին տեսակցի մորը, հստակ սահմանելով ժամկետ կար եւ թույլ էր տվել, որ ձեռնաշղթաները հանած լինեն, նախարարությունը վարույթ էր կրկին հարուցել եւ ես ուրախ եմ, որ գոնե այս գործով խորհուրդը, բարձրագույն դատական խորհուրդը կարողացել է օբյեկտիվ գնահատել եւ այդ գործով դատավորը պատասխանատվության չի ենթարկվել, բայց ինքնին հարուցում արդեն խոսում է նրա մասին, որ բոլոր հնչեղ քաղաքական զգայուն գործերով դատավորները իրենց կայացրած որոշումների, ձեռնարկած քայլերի արդյունքում պիտի որոշակի այսպես կաշկանդվածություն զգան, ճշմարտություն, կամ օրինակ դատավորներից մեկը կալանքը փոխարինել էր տնային կալանքով եւ վարույթ էր կրկին հարուցվել, հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ դատավորը շեղվել է վճռապետ դատարանի նախադեպից։ Այստեղից կարող են դատավորները եզրահանգել, որ ավելի մեղմ խափանման միջոց կիրառելը կարող է վտանգավոր լինել որոշ դեպքերում։ Սա կարող է տանել պրակտիկայում այնպիսի վիճակի, որ մենք կրկին տեսնենք կալանքի գործերի ավելացում։ Իհարկե կարող է։ Այսինքն process-ներ են տեղի ունենում, որ կարգապահական պատասխանատվության ինստիտուտը կիրառվում է ոչ թե իր նպատակային նշանակությամբ, օրենսգրքով նախատեսված այդ նպատակները կան, այլ շատ հաճախ գործադրի կողմից դա դառնում է լրացուցիչ լծակ մեխանիզմ դատավորներին ճնշման տակ պահելու համար։ Ձեր խոսքից տպավորություն ստացվեց ինձ մոտ, որ հիմնականում որպես ճնշման միջոց են օգտագործվում, իհարկե դուք ավելի խորքային գիտեք, այնուամենայնիվ ձեր ուսումնասիրությունը ինչ է ցույց տալիս, բոլոր դեպքերում է այդպես, բոլոր դեպքերում են, չասենք միայն ճնշման միջոց, այլ խնդրահարույց, այլ օրինակ տեսեք վերջին մի քանի օրերին անցած շաբաթ, եթե չեմ սխալվում, կալանավորվեց դատավոր Արտյուշ Գաբրիելյանը, որի նկատմամբ անցած տարի եղել
էր կարգապահական վարույթ եւ պատասխանատվության ենթարկելու որոշում եւ նկատողություն ավելի շուտ եւ ահա ինքը կալանավորվեց ինչ որ կաշառքի միջնորդություն, կաշառք ստանալու նման ինչ որ բացատրություն եղավ, չէ՞, իհարկե չխախտենք նաեւ նրա անմերության կանխավարկածը, ամեն դեպքում կարծեք թե նման դեպքեր էլ կան կամ որքան այդ գործին անդրադառնալ չենք կարող, որովհետեւ որևէ տվյալ չկա եւ այնպիսի փուլում է իսկապես որ տվյալների բացակայությամբ որևէ եզրահանգում անելն կարող է վտանգավոր լինել։ Ես չեմ էլ հիմա ինձ իրավունք վերապահեմ անդրադառնալ նրան թե ինչպիսի դատավոր է եղել Արտուշ Գաբրիելյանը, որովհետև հետ գնալով 18 թվականից առաջ առանձին գործերի ուսումնասիրություն եւ քննություն բավականին հետաքրքիր պատկեր կարող է վերհանել, բայց հարցին անդրադառնալով արդյոք բոլոր գործերով միանշանակ մենք նման պնդում չեն կարող անել։ Եթե համեմատեք, նման պնդում անելը շատ սխալ կարող է լինել, որովհետև բոլոր գործերը ինքնին չկա էլ որոշակի ուսումնասիրություն, այդքան տվյալ էլ չկա, որ բոլոր գործերով այդպես է, բայց այստեղ կարևորը միտումն է։ Ինչպիսի տենդենց է գրանցվում եւ ինչպիսի ազդակներ են գալիս գործադրի կամ օրենսդրի կողմից։ Օրինակ նույն հաջողությամբ դուք վկայակոչեցիք երեկվա հայտարարությունը, ես երեկվա հայտարարության մի վտանգավոր մաս էլ կարող եմ հիմա մեջ բերել եւ կարող ենք բոլորը սպասել առաջիկա զարգացումներին, երբ որ երկրի վարչապետի մակարդակով սպառնալիքի տեսքով հնչում է, որ առաջինը հենց դու ես լինելու մեկուսարանում, դու ես ձերբակալվելու։ Հիմա վաղը մյուս օր եթե գործ հարուցվի եւ պաշտպանները այդ գործով ազատազրկվի ինչ-որ բան լինի, ախր սրանք երևույթներ են, որ հետո փաստաբանները գնան կոտրեն այդ գործը հիմք ընդունելով գլխավոր դերակատարի կողմից գործադիրի ղեկավար, հա, հայտարարություն, որը ուղղակի ազդակ է ուժայինների որոշում կայացնողների համար, եւ դա կարող է դիտարկվել նաեւ որպես ճնշում, հետո բոլորը կբողոքեն, ասեն դատավորը անարդար էր, ծախված էր նախկին ռեժիմին էր։ Թեև մյուս կողմից էլ ում որ ուղում էր վարչապետի խոսքը, իմ համեմատությունը այո հասկանալի էր, որ իշխող ուժը շատ հաճախ ինքը այնպիսի process-ներ է նախաձեռնում եւ ստեղծում, հա, որ հետագայում բնական ինչ որ եւ շատ դեպքերում դատավորները նման վիճակներում կարողանում են դրականնել, ասենք, կարողանում են ի հեճուկս բոլոր հնարավոր հա այդ խնդիրների, սպառնալիքների կան դեռ համակարգում դատավորներ, ովքեր կարողանում են պահել դեմքը եւ անկախ գործել, բայց նման զարգացումների իմ թվարկած նաեւ խոսում է նրա մասին, որ յուրաքանչյուրը ունի այդ գիտակցումը, որ ցանկացած սխալ արարքի շեղվելու պարագայում ինքը նույնպես այդ գործիքի ազդեցության տակ է ընկնելու։ Այսպեսով թեև դուք ընդհանուր գծերով ասեցիք, որպես ամփոփում կամ եզրակացություն, ինչ վիճակում է գտնվում մեր դատական համակարգը, դատական համակարգը միգուցե պետություն այդ հարաբերակցությունը իհարկե բոլորին անդրադարձանք, բայց ամփոփ կերպով, եւ դուք խոսեցիք նաեւ առաջարկությունների մասին, բայց կոնկրետ առաջարկություններ դեռ չնշեցիք եւ դա անկախացնելու մեր դատական համակարգը քաղաքական ճնշումներից եւ այլ ճնշումներից, ինչ առաջարկություններ ունեք կամ ինչ եք ներկայացրել։ Տեսեք, միանշանակ պետք է որ օր առաջ միասնական պրակտիկա ձևավորվի, քանի դեռ Արդարադատության նախարարությունը իրավասու է վարույթներ հարուցել, պետք է միասնական պրակտիկա ձևավորվի եւ կանխատեսելի որոշակի դառնա, թե օրինակ դատավարական ժամկետների խախտման հիմքով հարուցվող վարույթները ինչպես են նախաձեռնվում, ինչ ուսումնասիրություններ կան, որ թույլ են տալիս, որ օրինակ դատավոր X-ի թույլ տված խախտումը այնքան լուրջ էր դատավարական ժամկետների, որ նույնանման իրավիճակում գտնվող Y դատավորի նկատմամբ չի հարուցվել, բայց իր նկատմամբ հարուցվել է։ Տեսեք, այդ ժամկետների մասին հարցը այնքան արդիական է եւ այնքան սուր է հնչում, որ երբեմն շատ հանրային հնչեղություն ունեցող գործերի դեպքում ասում են, տեսեք, ձգձգվում է, ահա ամսի այս քանիսին արդեն վաղեմության ժամկետը այս հնչեղության գործով կամ այս նախկին պաշտոնյայի գործով լրանում է եւ դատավորը, տեսեք, բավականին սահուն կերպով ձգձգում է եւ այդ գործը արդեն կփակվի այդ հիմքով։ Եկեք առաջարկությունների մասին խոսեմ, որտեղ ես այդ ձգձգումների մասին խոսեցի, մտքի անընդհատ կիսատ եմ մնում։ Առաջարկությունների հետ կապված նաև այս Արդարադատության նախարարության հետ կապված, հա, հիմնական շեշտադրումը կատարելով, մի այդ խախտման հիմքով հարուցվող գործերի պարագայում նույնպես պետք է միասնական պրակտիկա որոշակի ձևավորվի եւ հանրությանը եւ շահագրգիռ կողմերին գոնե պարզ լինի, թե ինչ ուսումնասիրությունների արդյունքում եւ ինչպես են ընտրվում մի այդ գործերը, որոնցով թույլ տված խախտումները հիմքով պետք է վարույթներ հարուցվեն։ Շատ կարեւոր է նաեւ որպեսի վերջապես այդ էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կազմում
փոփոխությունները տեղի ունենան եւ դատավոր անդամներին զուգահեռ մեծացվի ոչ դատավոր անդամների թիվը, նման նախագիծ կա, բայց անհրաժեշտ է որպեսզի դա պրակտիկայում արդեն օրենսգրքի մեջ փոփոխություններ տեղի ունենան եւ պրակտիկայում նույնպես գործի։ Ամենակարևոր հարցերից մեկը որ կա, դա կապվում է հենց բարձրագույն դատական խորհրդի հետ եւ պարտադիր է, այսպես ասած, հույժ կարևոր է, որ խորհուրդը իր բոլոր որոշումներով հիմնավորի ընտրված պատասխանատվության միջոցի, դատավորի նկատմամբ ընտրված պատասխանատվության միջոցի եւ թույլ տվված խախտման միջև կապը, համաչափությունը։ Արդյոք X արարքի համար ընտրված միջոցը, նկատողություն, նախազգուշացում համաչափ է թույլ տվված խախտմանը։ Ինչու ենք մենք սա առաջարկում, պնդում հերթական անգամ, որովհետեւ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ այդ համաչափության սկզբունքը խախտվում է։ Ավելին հնարավոր է նույնանման դեպքեր, երբ որ մի դեպքում ընտրվի ավելի մեղ պատասխանատվության միջոց, հա, մեկ այլ պարագայում ավելի խիստ միջոց ընտրվի։ Նմանատիպ նաև խնդիր է օրինակ մեղքի ձևի որակման հետ կապված, հա։ Մեծամասամբ մեր ուսումնասիրությունը նախորդ տարվա այս նշած զեկույցի պարագայում թույլ է տալիս նշել, որ բոլոր դեպքերում, որտեղ որ այդ խախտում արձանագրվել է, որ մեղքը որակվել է որպես կոպիտ անփութությամբ կատարված։ Բայց երբ որ ուզում ես որոշումը կարդալով հասկանալ ինչպես է այդ որակումը եղել, ինչ հանգամանքների մանրամասն ուսումնասիրությամբ փաստերը, հա, այդ համադրության մեջ կիսատ է։ Այսինքն կա որոշակի այստեղ կիսատություն, որ բարձրագույն դատական խորհրդի որոշումը լիարժեքորեն չի տալիս բոլոր այն հարցերի պատասխանը, որը թույլ կտար ասել, որ իսկապես այդ որոշումները ճիշտ են, հա։ Հաջորդ հարցը նաև կապվում է այդ բողոքարկման ինստիտուտի հետ։ Տեսեք, մենք խոսում ենք դեպքերի մասին, Դավիթ Հարությունյան, Նախշքարյան, Արթուր Ստեփանյան, Դանի Բեկյան, կարևոր զգայուն գործեր են, անկախ ով ինչ է քննել, ինչպես process է եղել, գոնե վերջնակետը այդ դատավորների ընդհանցակարգային իրավունքների ապահովման մասով պիտի այնպիսի վիճակ լիներ, որ գոնե դատավորները կարողանային այդ որոշումները բողոքարկել, վիճարկել։ Նման հնարավորությունից զրկված են եղել եւ մինչեւ այսօր էլ այդ մեխանիզմը չի գործում։ Եվ խորհուրդը եւ Արտադրության նախարարությունը եւ օրենսդիրը իդեմս ազգային ժողովի պիտի կարողանա այնպիսի ընդհանցակարգերներ դնել, գործիքներ, որոնք այդ հնարավորությունը կտրամադրեն դատավորներին, հա։ Եվ ոչ միայն դատավորներին, հնարավոր է իրավիճակներ, որ բարույթ հարուցող մարմին, օրինակ Էթիկայի հանձնաժողով կամ Արտադրության նախարարությունը դժգոհ լինի որոշումից եւ ցանկանան բողոքարկել։ Դուք կարևորում եք այդ հարցերը, չկա այդ գիտակցումը այդ արտադրության կամ իրավական համակարգում իշխանությունների այն հատվածում, որը համակարգում է այդ հատվածը, չկա այդ գիտակցումը, թե չկա այդ կարողությունը դրանք ներդնելու, թե չկա ցանկությունը։ Միգուցե բոլորը միասին, որովհետեւ տեսեք, ժամանակի ընթացքում, երբ որ հետայացք են գցում, օրինակ միջազգային կառույցների հետ, տեղական կազմակերպությունների հետ այդ քննարկումները տեղի են ունենում։ Նախաձեռնվում են որոշակի process-ներ, կանգնում են կամ թերի են ընթանում այնպիսի լուծումներով, որոնք ունակ են ավելի, հա, վատ վիճակում դնել համակարգը, հետո նորից սկսվում են։ Այսինքն նույնիսկ եթե կան process-ներ, որոնք խոսում են նրա մասին, որ որոշ դեպքերում կա այդ միտումը, հա, ինչ որ մի բան անել, միևնույն է վերջին արդյունքը այնպիսին է, որ խնդիրները մնում են չլուծված։ Հիմա թե ինչու է կարողությունների պակասն է, քաղաքական կամքի բացակայությունն է, մարդկային ռեսուրսներ են, սրանք արդեն փունջ է, որ իշխանությունը ինքը պիտի իրեն հաշվետու դարձնի եւ հասկանա ինչպես է լինում, որ իրենց ձեռնարկած բոլոր փոփոխությունները տապալվում են։ Շնորհակալություն Տիկին Հարությունյան։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի եթերում հարցազրույցն էր, որին իրականացում էր Հանրային լրագրության ակումբի կողմից եւ մեր հյուրն էր Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Տեղեկացնեմ նաեւ, որ հարցազրույցը կազմակերպվել էր Արդարացի դատաիրավական բարեփոխումներ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից եւ որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունը։